Երաշխավորված խաղաղություն, Բարգավաճ Հայաստան, բարեկեցիկ կյանք Գագիկ Ծառուկյանը Աջափնյակ վարչական շրջանում է։ Նախ լրագրողների հետ հարց ու պատասխանն է։ Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարն արձագանքում է Փաշինյանի մեղադրանքին, թե իբր կարապետ Գուլոյանը դատարանի որոշմամբ պետականացված իր առանձնատնից քարեր է պոկել տարել։ Գագիկ Ծառուկյանը տեղեկացնում է, դեռ մինչև դատարանի որոշումն էր Գուլոյանը վերանորոգում սկսել այնտեղ։ Այժմ էլ պատրաստ է հետ գնել հայրական առանձնատունը։ Վարպետները ոչ թե քար քանդող տարող են, այլ կառուցում են, գեղեցկացնում են, ու Գուլոյանը իր փաստաբանն ասա, դիմեք, որ 2,5 միլիոն է, ես չեմ ընդունել, բայց պատրաստ եմ այդ 2,5 միլիոն վճարեմ, իմ հորական պապական տունն է, մեր խելքի տունը մնա։ Այսինքն այդ աբլիցով կան քանդելա, որ նոր քարեր։ Վարպետներին տարել են 3 օր միլիցիա, վարպետները ցուցմունքը տալիս են, այո, իսկ այդ քանդելը եղել է այդ որոշումից առաջ, մի տարի տարուկես առաջ։ Որտեղ ապել հիմա ինքը, պարոն Գուլոյան։ Հիմա Վարշավա մնում։ Խորհրդարանի ընտրությանը մնացել են հաշված օրեր, լրագրողները հետաքրքրվում են քարոզարշավի ընթացքից։ Ինչ ոչ ունեք ուղղված հասարակությանը կամ գուցե ընտրության լիդերներին խոսք ունեք ասելու։ Ես խոսք ունեմ ասելու ժողովրդին, ինչքան շփվել եմ իրանց ցավը տանեմ, իրանք հոգնել են, ուզում են այդ հայյանքը ցեղ շպրտել է, բռնել է, կալանավորել է, մարդկանց չի հետաքրքրում, մարդկանց հետաքրքրում իրենց կյանքը, իրենց ընտանիքը, իրենց առօրյան, իրենց վիճակի լավացումը, երկրի խաղաղությունը։ Ունենք լավ ծրագիր, ունենք լավ թիմ, ունենք ցանկություն, ունենք հնարավորություն իրականացնել իմ ժողովրդի ցավը տանեմ, որը զգան խոսքը գործա։ Պարոն Ծառուկյան, հավանական պայմաններում է ասում քարոզարշավը։ Ամեն մեկը իր ծրագիրն ասում, բայց դա իհարկե իշխանությանը չի վերաբերվում։ Նրանք կարան էսել անեն, մենք փորձենք մի բան կատարենք, սաղի կբռնենք կտանենք։ Դաժե մարդիկ խնդրելով մի հարցով ես ասում եմ ոչ, ընդդիմությունը իմ հետ գործ չունի։ Ինչու է Նիկոլ Փաշինյանը էլ ավելի կոշտացրել հռետորաբանությունը։ Հնարավոր է պատճառը ԲՀԿ նախագահի վերջին հայտարարություններն են, հետաքրքրվում են լրագրողները։ Առաջինը ես չեմ սկսում, մարդիկ ասում են պատասխանը ստանում են։ Պատմություն կա գրված, այս հողի վրա հավատ կա կանգնած, այստեղ նորից ճանապարհ է բացվում, ապագան ենք հավատով կառուցում, առաջարկ Հայաստանի նոր սարքը Երևանի բոլոր համայնքներում ջերմ ու գրկաբաց են ընդունում Գագիկ Ծառուկյանին, վստահում են նրան ու հավատում հունիսի 7-ից հետո գալու է լավ փոփոխությունների ժամանակը։ Աջափնյակի բնակիչները կարդացել են, ծանոթացել ԲՀԿ-ի նախընտրական ծրագրին, հիմնադրույթներն իրենց սրտով են։ Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարը նախ անդրադառնում է գույքահարկի ավելացմանը, ընդգծելով, որ այն ծանր բեռ է քաղաքացիների ուսերին։ Երևանում 100% բարձրացել են գույքարկը, կադաստրային արժեքով էլ չեն բարձրացել, բարձրացել են շուկայական գնով, դոչակառուն, իր ամբողջ կյանքը աշխատել է, իրեն տուն են նվիրել, հիմա խորը ծերության ժամանակ, նրա թոշակ իրեն ապրելու համար չի բավարարում, ոնց կարող է գույքարկը վճարի, ասում են չես կարող վճարես տունդ վաճառի, գնա սահմանամերձ շրջաններում ապրի, եթե իրենք չգիտեն, իրենք բացատրեն ձև իմանան, որ դրա համար պետք է նախորդ որոշում կայացնեն, ասեն 2025 թվականից գույքարկը Երևանում բարձրանում է այսքան տոկոս նոր գնողների համար, այլ ոչ թե թոշակառուին պարտադրեն, պատկացա քո ծնողն է, որ պետք է տունը թողի, գնա սահմանամերձ գոտում իր խորը ծերությամբ ապրի։ Վարկառուների թիվը ահռելի է, նրանց եւս պետք է բարեկեցի կյանքով ապրելու հնարավորություն տրվի։ Ծանր վիճակից դուրս գալու եւ մեջքն ուղղելու համար ԲՀԿ-ն իշխանության գալու պարագայում ներելու է մինչեւ 3 միլիոն դրամի հասնող վարկերը։ Եղել է տնտեսական ճգնաժամ, եղել է համաճարակ, մարդիկ չեն աշխատել, բայց ապրել են, գոյատևել են։ Եղել է պատերազմ, դրա համար պետությունը իր ժողովրդին, որոնք այդ գումարը ծախսել են, ապրելու, գոյատևելու, սնվելու, բուժվելու համար։ Մինչև 3 միլիոն դրամ պետք է ներում շնորհի անմիջապես, կար ընտանիքում 3 մարդ, 4 մարդ, վարկիտակ են, 4-ն էլ մինչև 3 միլիոնը զրոյանում է, դա պետության խնդիրն է, իր ժողովուրդն են։ Գագիկ Ծառուկյանն ասում է, այսօր մարդիկ ստիպված վարկեր են վերցնում ու սեփական բնակարանները գրավ դնում, որպեսզի կարողանան վճարել ուսման վարձերը կամ հարազատի վիրահատության գումարը։ Իրենք խոստանում են առողջապահությունն ու կրթությունը դարձնել անվճար։ Առողջապահության համար, ժողովուրդ ջան, 700 միլիոն դոլար
բյուջեում գումար է դրած։ Որից է մեկը, դա չի զգում, արդյունք չի տալիս։ Պետ պատվեր գնում ես, մյուս ամիս կգա, կամ այդ հիվանդությունը պետ պատվերի մեջ չկա։ Ժողովուրդ այսօր գումար չունի, հիվանդանոց չի գնում։ Գնայել չեն ընդունելու, փողը չտած չի լինելու։ Կարելի է այդ գումարը նպատակային ժողովրդի գումարն է։ Տրամադրես, մարդու տեղ դնես, մարդը վստահ գնա, դուրը բացի, ով էլ լավ չընդունի, իրան էլ գործից անես, Ջորջան, պետք է ճիշտ օգտագործվի, նպատակային, ոնց որ քո անձնական գումարը դու կծախսես։ Գագիկ Ծառուկյանն ընդգծում է այսօրվա թոշակներով հնարավոր չէ ապրել, իրենց ծրագրով էական աճ են նախատեսում։ Այսօր 10,000 ավելացել են 49,000։ Այ եթե սպառողական նվազագույն զամբյուղը 78,000։ Բա 49,000-ով այդ մարդը ոնց ապրում։ Ասում եմ, հակ մի հատ 10,000-ով գնա Կիպրոս գան։ Ջորջան, անփորձ երիտասարդների հավաքածու է։ Լիարժեք կյանքում քարին չեն դրել։ Ասում են ժողովրդին պետք է լավ նայենք, օգնենք, արտոնություն տանք, հնարություն տանք։ Այս ժողովուրդը այսօր մենակ ծանություն, մենակ դուշտուգան, մենակ վարկեր, պարտքեր սպասելով չի կարողանում։ Այսօր մեր երկրին անհրաժեշտ է երաշխավորած խաղաղություն, տնտեսության զարգացում, բարգավաճում, ապահով որ մարդիկ կարողան հենց առօրյայում իրենք զգան։ Հանդիպման առանցքում նաև հայ-ռուսական լարված հարաբերություններն են։ Գագիկ Ծառուկյանը շեշտում է, Ռուսաստանի հետ պետք չէ թշնամանալ։ Հայաստանի համար ամենամոտն ու հասանելին ռուսական շուկան է։ Սահմանին կանգնած բեռնափոխադրողներն արդեն ահռելի վնասներ են կրում, իսկ գազի սակագնի հնարավոր թանկացումը օր-օրի ավելի մտահոգիչ է դառնում։ Ասում էի, որ մինչև 28-ը լավ որոշումներ չի լինելու։ Մենք Ռուսաստանի հետ պետք է չթշնամանանք։ Ռուսաստանը մեր բարեկամ երկիրն է։ Ռուսաստանի չէ, երբ դու գնում ես թշնամիների հետ գնա, մենք Հայաստանի հայ ժողովրդի բարեկամ։ Այսօր արդեն թուղթը եկել է 600 եվրո, որը մինչև այդ $160 է։ Ոնց կա գործաներն աշխատեն, ոնց կարա մարդ աշխատացնի։ Կամ որ մարդիկ այսօր դրե փակել են, ասենք ոչ ծաղիկ, ոչ միր, ոչ վարունգ, ոչ պամիդոր, ոչ կոնյակ, ոչ գինի։ 3 միլիարդ տարեկան գումար էր գալի Ռուսաստանին։ Մեր հայրենակիցները աշխատում էին այնտեղ։ Դրանց պատասխանը ոնց են տալ, ասում են լավ է լինելու։ Դե Եվրոպան թող բացի, հիմա Եվրոպա ապրանք ուղարկեն։ Թող գնան այնտեղ աշխատեն գումար բերեն։ Բոլորի ուզածը մեկն է ապրել խաղաղ, բարեկեցիկ ու բարգավաճող երկրում։ Դրա համար կարևոր է մեգանախագծերի իրագործումը։ Առջևում Հիսուս Քրիստոսի արձանի բացումն է, ինչը մեծ ու պատմական իրադարձություն են համարում մարդիկ։ Գագիկ Ծառուկյանը վստահեցնում է, զբոսաշրջիկների թիվն աննախադեպ աճ է գրանցելու, հսկայական գումարներ են հոսելու մեր երկիր։ Եթե 20 միլիոն տուրիստ գա նայելու համար, ամեն մեկը 5,000 որ ծախսի, $100 միլիարդ փողան։ Այդ 100 միլիարդը իմ ժողովրդի մոտ է մնալու։ Այդքան ուրանոց չունենք։ Մարդը ասենք թե 2 բնակարան ունի, կտա վարձով, բիզնես կձեռնարկի, ներդրումներ է լինելու։ Դա օդի մեջ չեմ ասում։ Այսօր Աբովյանը համայնքները հող է $500 էր 1000 մետր։ Հիմա 60-70,000 է։ Ու էլի թանկանալու է, սպասեք լավ փոփոխությունների։ Նայելով, որ այդ ձևի շարժ կա, նոյան տապաններ կողքն են պատրաստում, որ մի 5 միլիոն էլ դրա համար կան, որ երկիրը զարգանա, Ջորջան, այսօր Ծառուկյանը 50 հատ գործանել կառուցի, այդ արդյունքը չի տա, 50 հատ գործանով թող 6,000 մարդ աշխատի, բայց մենք 3 միլիոն ենք, պետք է բոլոր հնարավորություն ունենան աշխատելու, ստեղծելու։ Գագիկ Ծառուկյանը կարևորում է փոքր եւ միջին բիզնեսի համար նախատեսված արտոնությունների ապահովումը։ Ես փոքր ու միջին բիզնեսից եմ սկսել։ Գիտեմ դրա անհրաժեշտությունը, որ նոր ծիլեր են, պետք է հնարավորություն տաս, մինչև 60-80 միլիոնը, որց է մեկ իրավունք չունի իրենց ստուգելու։ Ինքը պետք է աշխատի, մինչև կարողանա ճանաչում ունենա, վաճառք ունենա, կդառնա 160 միլիոն։ Ինքը մի տոկոսը կվճարի, մեծ ուրախությամբ կվճարի, բայց հայկայինները իրավունք չունեն մտնելու, ՀԴՄ չխփեց, այս չարեց, դա մարդկանց ցավացնելու միջոց է։ Մեծ համաներում է հայտարարվելու մինչև 10 տարի ազատազրկման դատապարտված անձանց համար։ Մենք որոշում ենք կայացնելու, որ մեր կալանավայրերում դատապարտյալները, որ այսօր չափ ու սահման չկա, քանակ չկա, պետք է մարդկանց ներում շնորհիվ, որ մարդիկ կարողանան գնան իրենց ընտանիքներին հասնեն, իրենց ծնողներին, իրենց կանանց, իրենց բալիկներին։ Մարդը հավերժ չի, պետք է բարի գործ կատարես։ Ով կսխալվի, մեղք իր վիզը, կարևորը քայլ կատարի,
թող գնատեն հարգեն։ Իշխանության հայտարարած խաղաղությունը իրական չէ, մեր գերիները դեռ Բաքվի բանտերում են, իսկ ադրբեջանցիները մեր բարձունքներին։ Հայաստանը նոր վտանգների առաջ է կանգնած, ասում է Գագիկ Ծառուկյանը։ Ադրբեջանցիները սարերի վրա նստած են։ Ասում են խաղաղություն։ Ջորջան, խաղաղություն եթե կա, ուր է այդ թուղթը։ Հիմա Ալիևը հունիսի 18-ից 19-ներ Նախիջևանում դրել է ֆորում իր արևմտյան Ադրբեջանի ծրագրերն ա կազմում։ Եթե սեն շարունակվեց, նույն Արցախի պատմությունն ա լինել։ Մենք պետք է ուշադիր լինենք, միասնական լինենք, կարողանանք այդ հարցը առանց որպես պատերազմի մեր դաշնակից գործընկերների միջոցով երաշխավորած խաղաղություն լինի, թուղթ ստորագրեն, որ մեծ պատժկայն անելու, որ պատերազմի դուռը ընդմիշտ մենք փակենք ժողով։ ԲՀԿ առաջնորդը կոչ է անում քաղաքացիներին գիտակցել սեփական քվեի կարևորությունն ու անպայման մասնակցել ընտրությանը։ Գնացեք ձեր հոգու առաջ, ձեր երեխաների ապագայի համար ձեր ընտրությունը կատարեք։ Հենց առաջին նիստի որոշմանը այդ 7 կետերը պարտադիր դրվում են, որոշումը ընդունվում է եւ այդ ասածները իրականություն են դառնում։ Հիմա կամ պետք է ընտրեք եկեղեցի կառուցողին կամ եկեղեցի քանդողին։ Հունիսի 7-ին համար 7-ին։ Ելույթից հետո մարդիկ անկաշկանդ շփվում են Գագիկ Ծառուկյանի հետ ու լուսանկարվում։ Ամեն ինչ լավ է լինելու։ Աստծո կամոք, մենք առաջի քրիստոնյաներն ենք, Աստված մեզից երես չի տեկել։ Ձեր հույսով է։ 20 տարի ձեր հետևից քայլում են։ Ո ցավը տանը։ Հայաստան իմ լույսիմ տոն, քո վերքը ցավ է, բայց ոչ խամար, քո սրտի մեջ դեռ կրակա, քո ճամփան բաց է դեպի վաղը։ Հունիսի 7-ին ընտրում ենք համար 7-ին, հաղթանակ Հայաստան։ Առաջարկ Հայաստանի ծրագիրը ամենալավ ծրագիրն է այսօր Հայաստանում։ Մշակված ժողովրդի կողմից համաշակված ժողովրդի շահերի համապատասխան։ Կոչ եմ անում ընտրեն անձամբ Գագիկ Ծառուկյանին, անձամբ։ Ես գիտեմ իրան սիրողները շատ են, ինքը որ շատ լավ մարդ է, ինքը որ ունի բարիություն, ինքը որ Աստծուն հավատացող անձնավորություն է, դա արդեն հերիք է, որ մարդ գնա իր ձայնը տա։ Վստահում ենք միանշանակ, սպասում ենք լավ փոփոխությունների։ Բոլոր դասակետերն էլ շատ լավ է։ Խաղաղությունը, թոշակների բարձրացումը, Ռուսաստանի հետ կապը, որ դարերով մեր ազգը իրավունք չունի Ռուսաստանից մի մետր հեռու կանգնած։ Հունիսի 7-ին համար 7-ին պարոն Ծառուկյան, բարգավաճ Հայաստան, որպեսի բարգավաճենք, որպեսի լավ ապրենք, որպեսի ունենանք բարեկեցիկ կյանք, որպեսի էլ չավելանան մեր եռաբլուրի զոհերը։ Այնուհետև բազմամարդ քայլերթն է վարչական շրջանի փողոցներով ու բակերով։ Գագիկ Ծառուկյանին լրագրողները կրկին հարցեր են ուղում։ Երեկվա շքերթի մասով ինչ կարող եք արել։ Դա մասին չեմ էլ ուզում խոսալ։ Ինքնացումների մասին կա հստակ երբ կհայտարարեք։ Ժամանակը չի, որ գաք խոսալ։ Բայց շքերթի մասին ինչ չեք ուզում խոսել։ Ձեր դուրը չեք ավթել, լավը չէ զենքերը։ Մենք այսօր պատերազմը պարտված, հողերը հանձնած, մեր գերիները այնտեղ են։ Դա ինչ որ PR-ի խնդիր է, դա չեմ էլ ուզում խոսել։ Դուք ասացիք, որ ձեր տեսան հիմա Վարչով ապրում։ Ջրվեզում Վարչով ամնում, հարիրը գողաց, առանց ամաչելու։ Ասես Գուլյանը քար գողացող, հա։ Մարդը պատասխան 2 միլիոն ու կեսը վճարի է, օրական տունը մնա, երեխայի տունը մնա։ 2 միլիոն ու կես էլ ես իմ կողմից բարեգործական գտամ, որ նորմալ ծերանոց արկեն, մարդիկ կարողան լիարժեք։ Նորմալ ծերանոց ասում են ձեր տունն ա լինելու։ Քանի հոգի են գալու լինի բնակվում։ 20-30 հոգի։ Դա նշանակում է տվեց ժողովրդին։ Հիմա որ ձեր տանել կապացած այս process սկսվի, ինչ եք անելու։ Դեռ ինչ կանեմ, օրենքի դեմ սա հավասար է, եթե փաստաթղթերը իմ կերը կարանտունը, իրաց ծավնը տանեմ։ Գուլյանի դեպքում այն է ինքերը։ Բողոքարկելու են, անելու են, ինչ ամեն ինչը ժամանակի մեջ է, չէ՞, այսօր պակասացելնի ժողովրդին ցույց տալու համար, Ծառուկյանի փեսան քարերը գողացել է, չէ ինձ էլ ասում Ծառուկյանը կար գողացող է, Ծառուկյանը եկեղեցի կառուցող իր երկրի պատիվը բարձր պահող, աշխարհի ներկայացնել ավելի մեծ ճանաչում տվող մարդ է։ Ծառուկյանը միլիարդներ է դրել, սպորտը աշխարհում որ Հայաստանը սարքել ամենաբարձունքի վրա, որտեղ է դպրոցա կառուցել, գույքել, թոշակներ է տվել, միլիոնով 1 միլիոն դոլար օլիմպիականներին գումար եմ տվել, տարեկան 200-300 մեքենաներ մի բան էլ ասեմ։ Ծառուկյանը փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին 1500 խանութի ասել եմ ձեր վարձերը մի վճարեք, գնացեք ձեր վարկերը փակեք։ Մի տարի
Գնացե փակեկի ասեն Ծառուկյան ջան, էլի չեն կարողանում, ասեմ 3 տարի։ Մարդը կամեցող մարդ պետք է լինի, բարի մարդ լինի, ձևական մարդիկ ժամանակով բնույթ ունեն։ Լրագրողները ԲՀԿ առաջնորդին նաև արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր են ուղում։ Երեք Թրամփը իր աջակցությունը հայտնեց Նիկոլ Փաշինյանին, սա ոնց է գնահատում։ Արդյոք միջամտություն չի։ Միջամտությունն է, դե իրանք բոլոր իրավունքներն ունեն, միջամտության կառուցելու, սարքելու, տալու, նվիրելու։ Ձեր ընկեր մտերիմ Լուկաշենկոն էլ ձեզ աջակցություն հայտնել, տենց ակնկալիք չունեք իրենից։ Ես շատ մեծ անկալիք ունեմ, երբ որ ժամանակը գա, ամեն ինչ դուք կտեսնեք, որ միայն խոսելով չի, այլ պետք է գործով ապացուցել։ Իսկ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասով դուք ինչ կարծիք եք։ ԵՄԹ-ԵԱՏՄ Հիմնական որոշողը պետք է մտածի իր ժողովրդի մասին, իր տնտեսության մասին։ Կարողանում է ապահովել, եթե դե փակեցին այս մյուսը, պետք է ավելի լավ ընտրություն կատարես, ոչ թե միանգամից ժողովրդին գցես փակուղի, որ եղածնել կորցնեն կամ երկիրը դադարվի։ Իրենք են որոշող, իրենք են պատասխանատու։ Ծառուկյան, հայ ու նոյան տապանի նախագծերի մասին մրցույթներ կարող ասել եւ կհայտարարեք այս մասին։ Չէ, արդեն արածած զբաղվում են, հեսա մոտորից կտեսնեք բոլոր, այո։ Քայլերթի ընթացքում պատուհաններից, խանութներից մարդիկ ողջունում են ԲՀԿ առաջնորդին։ Երևանի ավականում Այր Հայաստան խմբակցության ղեկավարը դիմելով երևանցիներին թվարկում է այն խոստումները, որոնք իշխանությունը տվել է ու չի կատարել։ Մարդկանց սպառնում են, մարդկանց վիրավորում են, մտնում են ընտանիք, այլ պակաս բաներին իրենց թույլ տալիս, ձեզանից քվե կողացան, ձեզանից հույս ու հավատ կողացան, ձեզանից ձեր էմոցիաները, ձեր սերը կողացան, ասեցին սեր ու ամերաշխություն, բերեցին արտերություն և թշտամար։ Քայլերթին մասնակցող մարդիկ ազատություն են մաղթում քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին։ Սուրեն Սուրենյանցը երևանցիներին հորդորում է ընտրության գնալիս առաջնորդվել իրենց երեխաների ապագայի հանդեպ պատասխանատվությամբ։ Սիրելի հայրենակիցներ, մենք գալիս ենք վերացնելու խեղճությունը, միակողմանի նվաստացուցիչ զիջումները, բերելու համար երաշխավորված խաղաղություն։ Մենք գալիս ենք վերացնելու աղքատությունը, հայ ժողովուրդն իրավունք ունի ապրել բարգավաճ եւ բարեկեցիկ կյանքով։ Հունիսի 7-ին Տվեք ձեր վստահության քվեն ու պահանջեք, ասում են թիմի անդամները։ Հունիսի 7-ին ընտրելով համար 7-ին ժողովուրդն ընտրելու է իր խաղաղ ապագան, զարգացումն ու բարեկեցությունը։